Կասյան, ամբողջ գիշեր փակ է եղել Բաղրամյանը։ Բացի պարոն Սանամյանը այլ պաշտոնյա չի մոտեցել իշխանության ներկայացուցիչներից։ Այսօր առավոտը փոխոստիկանապետն է եկել, մեր հարցերը տվել ենք, մեր պահանջները ներկայացրել ենք, ասել եք գնանք ներկայացնենք, որոշենք ինչ ենք անում, անի մեր որոշումների մեջ ոչ թե փոփոխություն ա եղել, մենք մեր նպատակը նորից եմ կրկնում շեշտում եմ մեր երեխեքն են, մեր երեխեքի ճակատագիրն է, հիմա եթե տարբեր մարդիկ ասում են, որ Աբազյանի վերականգնելը դա անհնար է, որ էլի հետ է իր պաշտոնին, չնայած ես դրա մեջ անհնարություն չեմ տեսնում, ես սուբյեկտիվ կարծիքն է, եթե վարչապետը անել է, վարչապետն էլ կարա հետ կանչի, ասի, սենց է իրավիճակը, արի, այս մարդիկ քո մեջ են տեսնում, ասենք իրանց երեխեքի ճակատագրով զբաղվելով, բայց եթե դա անհնար է, մենք ասում ենք նորանշանակ ԺՊ այդ նոր Սիմոնյան, պահանջը որ Սիմոնյանը թողար, մենք շատ բան չէինք ուզում իրանից լսենք, կամ շատ բան չէինք էլ ակնկալում, որ ինքը մեզի կասի, կամ մենք ինչ-որ շատ բան չէինք էլ պահանջում, մեր պահանջը, որ ինքը գար մեզի ծնողներից, ասեր, որ ինքը թե ԺՊ եղած ժամանակով, թե հետո եթե ինքը արդեն հիմնական կդառնա որպես հաղորդատնօրեն, ինքը մեզ հավաստիացնի երաշխավորի, որ շարունակական է լինելու այդ գործողությունները, որոնք որ արվել է մինչ առ այսօր, հաստատ ասենք ավելի մեծ թափով կլինի, բայց դրանից պակաս չի լինի, թե այդքան բանը կարար գար մեզ ասեր ու գնալ, մեզի ու մենք կգնայինք տներով սենցան, գոնե իմանայինք, որ մեր երեխեքի հարցը շարունակվում է։ Ում եք փոխանցել, հա, այս առաջարկը։ Դա սաղին էլ ասում ենք, էլի։ Եվ պատասխան չեք ստացել, որ։ Դեռ ոչ մի պատասխան չունենք։ Ձեզ համար ընդունելի կլինի, եթե նա ձեզ ԱԱՑ-ում ընդունի, ոչ թե Այդ առաջարկը եղավ, որ 2 օր հետո եկեք ԱԱՑ, ես ձեզ ընդունում լսեմ, բայց հիմա մենք էլ քանի որ այս ակցիան սկսել ենք, չենք ուզում այս մեր ակցիան այսպես կիսատ անավարտ թողել, համար ասացինք, թող ինքը գա 5 րոպե է, էլի հասկանում ենք, չգիտեմ, երկրի վիճակը խառնա, աշխարհի վիճակը խառնա, բայց մեզ այսօր ավելի շատ մեր երեխեքի ճակատագիրն է հետաքրքրում, ուրիշ ոչ մի բան։